ակնկալիքներս, որ արդարացումը ինչ որ ձևով կհաստատվի, արդար վիճակ, բայց ոնց որ տեսնում եք, ոչինչ չի կարելի վստահել մեկին մի հարց պարզաբանելու տեսակետից։ Ո՞րն է այդ արդարությունը ձեզ։ Ձայների գողությունը հերիք է։ Չեմ կարծում, որ սա լավ բան կլինի։ Ըստ ձեզ պետք է ընտրության արդյունքները չեղարկվեն։ Չէ, պետքա ճիշտ հաշվարկել ուղղակի, որ արեցին ինչ, էլի նույն ձևով խաբելու են, նույն ձևով տանելու են ամեն ինչ։ Ավելի լավ չի վերահաշվարկը կարգին տանել։ Եթե պարզերեն մարտհանագրության մեջ ինչ է գրած, ընենց ոնց են ավելացրել։ Այսինքն դուք չեք հավատում, որ այս իշխանությունը կարող է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Բացարձակ։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Ես չգիտեմ, էլի 3 անգամ նույն մարդուն ընտրելու, ամեն անգամ հաջորդ օրը փոշմանել, հիմարից էլ ավել ենք մենք։ Ես ավել բան չեմ կարող։ Դուք ընտրություններին մասնակցել եք։ Այո, նույնիսկ քարտուղար եմ եղել։ Իսկ տեսել եք, որ այնտեղ կեղծիքներ են Մեր եղել։ մոտ իդեալական մաքրությամբ անցել է։ Ճիշտ է, հաղթել է ինքը, բայց նորմալ Ոնց ձև։ եք վստահ, որ ընտրության արդյունքները կեղծվել Ես են։ ինքս եմ տեսել ոնց է եղել գրած 135 ձայնի դեպքում։ Ասել են մուտքագրման սխալ է։ Իսկ եթե մարդը չի կարող մուտքագրի, ինչ գործ ունի կոմպի մոտ։ Համակարգչի մոտ ինչ գործ ունի դա։ Եվ նման շատ բաներ հասկանում եք, այդ ասել արդեն ասելն էլ է իզուր էլի։ Այնքան է ասվել, այնքան է ծեծվել նույն բանը։ Հիասթափվել եք այս իշխանությունից։ Լրիվ ու ոչ հիմա 8 տարի առաջ 2018 թվականից սկսած արդեն հիասթափվեցիք։ այսինքն միջիկ գալն էլ գիտենք ով է նես չի որ իմ տարիքը փոքր է էլի բայց դե գիտեք գոնե մտածում ես լավ մարդուն կարելի է էլի շանս տալ